Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մեր հյուրն է Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը։ Եկեք ողջունենք Արտակ Սարգսյանին, ողջույն պարոն Սարգսյան։ Բարև ձեզ Լենդրոս ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, շնորհավոր լինի, դուք վերջապես ազատ եք, հա, եւ արդարադատությունը վերականգնվեց։ Դուք չէիք հավատում, բայց տեսնում եք, եղավ։ Խնդրեմ, պատմեք, ինչպես տեղի ունեցավ, ինչպես անցավ դատավարությունը, ինչ որոշում վերջ-վերջով կայացվեց։ Ուրեմն տեսեք, այո, ճիշտ ասած ակնկալիքներ չունեի, բայց ես ամբողջ կյանքս միշտ անգլերեն բառ կա, հա, blessed, օրհնված եմ եղել եւ իմ գործը այսքան մերժվելուց հետո, այսինքն 5 անգամ Թմբուկահարի մոտ, չէ, 5 անգամ Արմինեի մոտ էր գնում գործը դատավոր։ Ամեն անգամ ասում էին պատահական այդ ոնց է կոչվում այդ ժիրիբյովկով ընկելա նույն մարդու մոտ։ Իմ փաստաբանը բողոքներ գրում, որ այդ տիկնոջը բացարք հայտարարեք ու հետո տիկնոջը փոխեցին 8 անգամ գնաց Թմբուկահար դատավորի մոտ։ Էլի մերժում են, էլի ինչ որ 8 անգամ լույսերը գնացել է, էլեկտրոնային այդ ժիրիբյովկեն չի աշխատել եւ մարդիկ չգիտեմ իրանց մոտ ոնց է ձեռքով են քաշում թե ինչ 8 անգամ այդ նույն դատավորն է իմ գործը վերցնում մի խոսքով փաստաբանս դիմել էր որ ինքը ներկա լինի այդ ժիրիբյովկեքին եւ քանի որ գործն էլ երևի արդեն հանրային ուշադրություն էր դարձնում գործը գնաց վերաքննիչ ինչքան գիտեմ վերաքննիչ դատավորանի ղեկավարի մոտ Ուրեմն առաջին նիստը եղավ, եկել էր դատախազը, հենց սկզբից դատավորը ասաց, բա քննիչն ուր է, դատախազը ասաց, ինչ քննիչ, ես տեղ եմ հերիք, հա։ Երկու հարց հետո ասաց, եկեք հետաձգենք, որ քննիչը գա։ Մյուս դատը եկավ քննիչը, սկսեցին ստել։ Բառից բուն իմաստով ստել։ Ափսոս, որ դատերը չեն թողում բաց լինի, բայց հետո երբ որ գործը ավարտվի կհարցնենք մեր փաստաբանին ինչքանը կարելի է այդ աուդիո սկավառակները հրապարակել, որպեսզի հանրությունը լսի ինչա կատարվում այդ ապօրինի շինցողգործերի ընթացքում։ Տեսեք, սրբազանների գործերը նրանք բաց թողում են լինի, քանի որ այնտեղ աուդիո մատերիալներ ունեն, կարող են դնել, հանրությունը լսի Հիմա այս գործում եկան երկուսով կանգնեցին, ասացին ինչ որ հարց էր գնում, որ երկրում եմ եղել ապօրենի դատախազությունում ցուցմունք եմ տվել, նրանք երկուսով կանգնեցին, ասին չէ, դա իր փաստաբանը պաշտպանության մեջ գրել է։ Փաստաբանս առարկում էր, դատավորը ասաց չեմ իրոք կարծացեք ձեր մեղադրականը։ Ուրեմն կարդում են իրանց գրածն, հա, չեմ հիշում ինչ մի հատ Շատ հիմար արտահայտություն արեցին, ասացին վրիպակ ա եղել, թե ինչ ա եղել, տարի ու կես մարդուն պահում են անազատության մեջ, ասում են վրիպակ ա եղել, մենք այդպես բան չենք ասել։ Մի խոսքով, ես կասեմ, որ ես զարմացա, որ Հայաստանում դեռ կա դատավոր, ով իրոք իր գործն անում։ Ես անկեղծ եմ ասում, ես շատ զարմացա, որ ես չեմ կարող շնորհակալություն ասեմ այդ մարդուն, չպետք էլ չի որ ասենք շնորհակալություն, քանի որ մարդը իր գործն ա արել։ Ես իրոք զարմացա, որ դեռ կան դատավորներ, ու անկեղծ եմ ասում, անունը չեմ հիշում։ Տեսեք, այն դատավորը, որ միշտ ինձ փագել է, դրա անունը անգիր գիտեմ, գիշերն է քնիցելն եմ կասեմ։ Մասիս խոսքս Մասիս Մելքոնյանի հանրահայտ դատավորի մասին է, հա, որ բայց ասենք այս դատավորի, այն մյուս դատավորի, որ տնային կալանքը փոխեց վարչական, չեմ էլ կարդացել, էլի։ Թուղթ ունեմ, բայց ուշադրություն չեմ դարձրել, դե քանի որ դատավորին է դիում ես պարոն դատավոր կամ հարգարժան դատարան, ասենք չես էլ
կարդում այդ մարդկանց անունները, էլի։ Ասեմ, որ Բուդան ոնց էր ասել, երեք բան չես կարող թաքցնել, արևը, լուսինը եւ ճշմարտությունը։ Հիմա իրոք ես զարմացած եմ։ Չէ էլ սպասում նրանք որ հետաձգում են, դե պարզեր ինչի համար էին հետաձգում, որ ճնշումներ գործադրվեր։ Նրանք չեն հետաձգում, որ ինչ-որ նոր բաներ վերջի անգամ հետաձգեցին եւ քանի որ դատավարությունը քրեական դատավարության օրենքով 20 օրվա ընթացքում պետքա լիներ 20 օրը վերջանում էր ամսի 7-ին, քանի որ 7-ը կիրակ էր, դատավորը ասաց երկուշաբթի նրանք հետաձգեցին մի պատճառ բերեցին, որպեսզի դատարանից վերցնենք նյութերը եւ ծանոթանանք։ Իմ փաստաբանը ոտքի կանգնած, ես առարկում եմ ասած, ի՞նչ է նյութերը դուք եք դատարանին տվել։ Ինչ է նշանակում դատարանից վերցնենք նյութերը եւ ծանոթանանք։ Հասկանում են թղթերը, որ իրանք գրել են 7 հատորի չափ է, էլի հիմա արդեն իմ գործը։ Իրանք ասում են հետաձգեք եւ այդ աշխատակազմի աղջիկներին խնդրում եմ, որ շաբաթ թե կիրակի գան աշխատանքի, որ իբր իրանք այդ թղթերը վերցնեն, հատորները եւ ծանոթանան, բայց այդ բոլոր հատորները իրանց մոտ թե էլեկտրոնային վիճակում կա, թե տպված վիճակում կա, իրականում ասում եմ, այդ հետաձգումները բոլորը արվում էին, որպեսզի սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կարողանան ճնշումներ գործադրել դատարանի վրա։ Պարոն Սարգսյան, խոսքը այս վերջի հետաձգումների մասին է, ես ուզում եմ տեղեկացնել մեր ժողովրդին։ Երեք անգամ հետաձգվեց այս դատական նիստը։ Ես ուզում եմ տեղեկացնել խափանման միջոցով մեր ժողովրդին, որ մենք պլանավորել ենք երկուշաբթի օրը եթեր անենք, ու սենց ամեն անգամ ձգձգվելով եկանք հասանք այսօր ուրբաթ է, չէ՞։ Այ ուրբաթ օր։ Պատկերացրեք, սպասում ենք որոշման, վերջը ես այստեղ միտեղ վիդեոն կդնեմ, ոնց են ճիշտ ասում, բրասլետ, հա, երևի բրասլետը որ կդրում են բրասլետը, հա, այստեղ միտեղ վիդեոն կդնեմ, որ ապարանջը, էլեկտրոնային սարքը, չգիտեմ, հա։ Այո։ Դե երկուշաբթի օրը որոշումը կայացավ, բայց կան դատավորներ, որ քաղվածք չեն տալիս եւ այս դատավորը դրանցից մեկն էր եւ քաղվածքի փոխարեն շատ պարտաճանաչ աշխատակազմը զանգեց, ասեց Պարոն Սարգսյան, որոշումը պատրաստ է, խնդրում ենք անցնեք եւ վերցնեք, անցա, վերցրեցի։ Շատ ծավալուն է, էլի, դե դատավորը անդրադառնում ամբողջ նիստին, ինչի համար ինքը այդ որոշումը կայացրեց, շատ ծավալուն, երևի, չգիտեմ, 30-40 էջանոց որոշում է։ Բողոք չունեմ, էլ եմ ասում, շնորհակալություն հայտնելու բան չկա դատավորին, քանի որ դա իր գործն է, մարդը իր աշխատանքն արել։ Այո, մարդը իր աշխատանքն արել, փորձել է պարզել ճշմարտությունը եւ ելնելով փաստերից կայացրել է որոշում։ Ինձ մոտ հիմա հարց առաջանում էլի, այդ որ սկզբից ասացիք, որ 8 անգամ մի դատավորի մոտ անգել ձեր գործը, քանի դատավոր են։ Շատ են։ Չգիտեմ։ Բայց ոնց հալը որ խաղարկությունը լներ մեքենայի 8 անգամ մեկը չէր շահի աստված։ Տեսեք, էլեկտրոնային խաղարկության ձևով է աշխատում համակարգը, բայց հենց գործը հասնում էր ինձ տեխնիկական խնդիր էր լինում, լույս էր կտրվում եւ այդ ժամանակ նրանք պետք է անեն այդ ձեռքի խաղարկություն, հա, որ ինչ որ գրում են համարները, դատավորները պետք է քաշեն, չգիտեմ ոնց է իրականում, բայց ու իմ գործը 5 անգամ գնացել էր Արմինեի մոտ, 8 անգամ գնացել էր թմբուկահարի մոտ։ Եվ արդեն ինչու թմբուկահարը։ Այն որ ցույցերի ժամանակ թմբուկ էր խփում 18 թվականին, հիմա դատավոր է ինքը, չէ՞։ Տեղյակ չի, անգամ տեղյակ չի, որ այդպես։ Այն որ հրապարակում 18 թվին հեղափոխությունից առաջ թմբուկ էր խփում։ Հա, այդ դմդմփում է, հա, հիմա ինքը դատավոր է։
Ճիշտ ասած տեղյակ չէի։ Լավ, պարոն Սարգսյան, հիմա անցնենք մեր, հա, ներքին խնդիրներին, ինչքան էլ ցանկանում եմ, ասում եմ, շրջանցենք, բայց չի լինում, որտեղ որ ասում եմ առաջի պլանում սա է։ Նորից հոգևոր դասից պետք է խոսանք, հա, հոգևոր ճգնաժամից, հենց Ահա, հիմա ինչպես գիտեք, իշխանությունը գնաց Գյումրի, 7 վերք եկեղեցի, այնտեղ կատարեց պատարակ, ինչ կարծիք եք, սա ձեր կարծիքով իհարկե սա բռնազավթում էր, թե առողջ կերպով մերժում են, հա, այսպես ասած իրենց կոչած վատ հոգևորականներին։ Կուզենամ մեկ էլ որ անդրադառնաք այն հոգևորականի խոսքերին, որ ասում էր, չգիտեմ, տեսել եք, որ ասում էր, «Էսա եթաս քո բարեկամներին հատ կթաղես», եթե տեղյակ եք իհարկե։ տեսեք, ես իմ կարծիքը չեմ փոխում, եկեղեցի պետություն կոնֆլիկտը արեստացին է, ստեղծված է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, Հայաստանի վարչապետի սատարողներին մոբիլիզացնելու համար բոլոր բռնապետների ծրագիրն է դա, ես լավ ուսումնասիրել եմ, ունեմ աշխատություն գրած բռնապետների գործելաձևերը, երբ որ գալիս է բռնապետների վերջը, նրանց միշտ պետք է թշնամի, ներքին կամ արտաքին, ու բազումս անգամ շեշտում եմ, Հիտլերին հրեաներն էին պետք, Իդիոմենին հնդիկներն էին պետք, Մուգաբեին սպիտակամորթներն էին պետք, Մուսոլինին ուրիշ բաներ պետք, մի խոսքով։ Դա ուրեմն ոչ մի պետություն ճնշումների տակ չի դիմանում։ Եվ որպեսզի այդ ճնշումները լինի կարգավորվող, պետք է ստեղծել այդ ճնշումը, այսինքն արեստացին ստեղծում են ինչ-որ մի ճնշում, հիմա եկեղեցին համ միակ ինստիտուտն է երևի Հայաստանի, որ պետական ֆինանսավորման տակ չի։ Եվ եկեղեցու կողք ժողովուրդը դեռ կարող է համախմբվել։ Եվ ինչպես Հայաստանի վարչապետը ասաց, նրանք չեն էլ տիրապետում ինչ գումարների մասին է խոսքը եւ հավատում են, որ կարող է ինչ-որ մի հոգեվորական կատարի դրսի օրակարգ։ Հիմա հոգեվորականների մեջ կա պառակտում, այո, կա, շատ մեծ պառակտում։ Պետքա Գարեգինը հեռանա, այո, ելի եմ ասել, թե Հայաստանի վարչապետը, թե Գարեգինը ձեր բռնած պետքա հեռանան, բայց դրան հեռանալու ձև կա, ասենք, մենք կարանք կաթոլիկներից մի քիչ սովորենք, որ պապը վատնա լինում, ականջին ասում են, հեռացնում են, խայտարականելով պետք չի հեռացնել։ Հիմա Հայաստանի վարչապետը մի քանի հարց է լուծում, ելի եմ ասում, առաջինը իրական օրակարգից շեղում է ժողովրդին։ Կամ կարճատև իրական օրակարգից շեղումներ, Մասիսի հեռացում, Եղեռնի հուշարձան, հրդեհներ, հասկանում եք, տարբեր օրը մի օրակարգ նրանք առաջ են քաշելու, որպեսզի ժողովուրդը միշտ լինի շեղված։ Հիմա նաև պետքա թշնամի, որպեսզի այդ հուշարձաններով, Մասիսի հեռացումով իր թիմը չի մոբիլիզանում։ Այսինքն կամանց ամեն բռնապետ անպայման չի, ամեն ղեկավարի թիմակիցները, սատարողները պասիվ են դառնում։ Եվ ոչ մի բան նրանց այդպես չի մոբիլիզացնում, ինչպես թշնամին։ Հիմա արտաքին թշնամի չի կարող գտնել այս մարդը, փորձեց Ռուսաստան, բայց երևի կանչեցին գորգի վրա, ականջները ձգեցին, ասեցին մենք քեզ այդքան չենք թույլատրել խոսած, դու չափերը տանցել ես, միանգամից Ռուսաստանից հրաժարված, Ռուսաստանը թշնամի չի կարող լինի, Ադրբեջան, Թուրքիա չի կարող խոսալ որպես թշնամի, քանի որ Փաշինյանը երկու տիրոջ է փորձում ծառայել, դրսից գնում խոստումներ է տալիս, գումարներ է ստանում, Ռուսաստանին էլ ծառայում է։ Հիմա լինելով սենց երկու ծառայի տեր, այդ երկուսին չի կարա թշնամի ճանաչի, Պարսկաստանին իհարկե չի կարա ճանաչի, Վրաստանին չի կարա, դրա համար ինչ է մնում։ Մնում է ներքին թշնամին։
Հիմա ներքին ճշնամին, որ իրոք կարող ասենց մոբիլիզացնի եւ հասկանալով է ժողովրդի վիճակը, որ հոգևոր վիճակը շատ հետ է գնացել, դրա համար էլ այսքան աղանդ բառը ինչքան է չսիրեմ Հայաստանում շատացել են, այսինքն եկեղեցու դերը երևի 30 տարվա մեջ սենց կորել է, ամենալավ թիրախը գտնում են, որ եկեղեցին է, բացի դրանից էլ ազգի ամենավերջին սյունն է։ Ազգը ամեն ազգ կանգնած է 3 սյունի վրա։ Դա մշակույթն է, բանակն է եւ կրոն չասենք, կրոնը բիզնես է, հավատքն է։ Մշակույթն ու բանակը ավիրվել է, մնացել է այս վերջին սյունը, որը որ պատմության ընթացքում ցույց է տվել, որ կարող է ազգին պահել առանց պետականության, առանց որևէ բանի եւ հասցնել, այսինքն եկեղեցին եղել է հայ ազգի թե դեսպանը, թե բանակը, թե մոբիլիզացնողը։ Հիմա կեղծ օրակարգերով թե իբր հոգևորականը չպետք է խառնվի քաղաքականության մեջ, չէ՞ որ էլի ես չեմ հավատում, որ կար հոգևորական, որ Հայաստանի վարչապետին դեմ էր գնում։ Հիմա տեսեք, ամբողջ աֆրիկական հեղափոխությունները եղել են հոգևորականներով։ Նելսոն Մանդելա չէր լինի, եթե չլիներ Դեսմոնդ Տիտուն։ Անգլիկան եկեղեցու ղեկավարը իմ մտերիմ բարեկամ էր, չասենք Բիրմայի այդ քանի 12-14 մանախների, հա, այդ մոնկերի երթը, որից սկսվեց ազատագրական շարժումը, ի խոսքով հոգևորականները, եթե զգացել են պատմության մեջ տարբեր տեղեր վտանգ, ազգի կանգնել են։ Մեր մոտ էլ չասենք Սարդարաբադը հոգևորականները ինչ դեր են ունեցել, հիմա դրանք եղել են իսկական հոգևորականներ։ Հայաստանի պայմաններում ես չեմ հավատում, որ Գարեգինին ձերբակալելու են, ես էլի եմ ասում Լենդրոժյան, երկուսն էլ մի աղբյուրից սնվող են, երկուսն էլ պետքա գնան։ Օրենքի սահմանից, եթե Փաշինյանը, հա, մեր Հայաստանի վարչապետը ուզենար ձերբակալել, հաստատ ինչ որ մի բան կգտներ, կձերբակալեր։ Եթե այն տղամարդ արշակի վրա գտան, հա, միակ տղամարդ Տերդերն է, էլի։ Մի քիչ աչքիցս ընկավ, որ դիմել էր քնչական, որ իրան տուժող ճանաչեին են ջակուզի վիդեոյի վրա, ափսոս էլի, ասենք այդ կնոջ գործը 0-ի է հասցնում, լավ, առանց հիմա եթե արշակի վրա գտան գործ, որ թվին ում գրպանը ուզեցել է դնի թմրադեղ, հա։ Ձեզ ինչ է թվում, չէին կարա Գարեգինի վրա գանձագողություն, եսիմ ինչ բերեին, կարային, չէ։ Իհարկե։ Բայց իրանք կպնում են բարոյական ասպեկտին, որ օրենքի մեջ չկա։ Չկա, նույնիսկ մահմեդականության մեջ, եթե իմամը կնոջ հետ քնել է, պատիժ չկա։ Մենակ այդ պատիժը դերվիշների մոտ է, սուֆիզմի մեջ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետը սուֆիզմը կարդացել ու ուզում է սուֆի ձևը Հայաստանում ընդունի։ Հիմա եթե մենք քրիստոնյա ենք, կարդում ենք Աստվածաշնչի մեջ էլ այդ հարցը պատժելի չի, նույնիսկ հակառակը, ասում է, եթե այդ հարցը քեզ պետքա տանի մեղքի, ուրեմն ամուսնացի։ Այսինքն, եթե Հայաստանի վարչապետը ուզենար պատժել Գարեգինին, հաստատ շինցո գործ կսարքեին, ասենք ինձ պետք չի պատմել այդ շինցո գործերի մասին, մարդ, որ ասենք 33 տարի երկրում չի եղել ու ինձ վերագրում են, թե ես ապորենի երկիր եմ մտել, հլավ այդ հեչ փակի տակ պահել, որպիսի վարույթով անցնող ամենակարևոր վկային չվախեցնեմ, ազդեցություն չունենամ, որին 161 անգամ զանգել եմ եւ դա շլագբաումն է։ Հասկանում եք։ 161 անգամ զանգել եմ շլագբաումին ու 4 ամիս տնային կալանքի տակ եմ եղել, որ այդ վկայի վրա ազդեցություն չունենամ ու ամեն
տնային կալանքը հանելուց հետո, երբ որ գալիս էր վարչական հսկողություն, դատավորի որոշման մեջ սևով սպիտակը գրած է չշփվել վարույթով անցնող վկաների հետ։ Հիմա այդ վարույթով անցնող վկայի ցուցակն է տալիս է պրովացիայի ծառայությունը։ Իմիջայլոց ասեմ, այս երկրում որ ոչ մի համակարգ չի գործում, պրովացիայի ծառայությունը մեր մոտ, ես կասեմ, ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա է։ Սա հեգնանքով չեմ ասում, Լենդրուս ջան։ Նույնիսկ այսօր, երբ որ իմ վրայից բրասլետը պետք է հանեն, նրանք որոշումը դեռ չէին ստացել։ Շատ օպերատիվ կերպով կապնվեցին դատարանի դատավորի աշխատակազմի հետ, խնդրեցին իմեյլը ստա, որ ես երկրորդ անգամ չգամ, իրոք շատ պրոֆեսիոնալ աշխատանք են անում։ Հա, հիմա հետ գանք էլի այդ վարույթով անցնող վկայի հետ չշփվելը։ Պրովացիայի ծառայությունը պարտավոր է անձին տալ ցուցակը, ում հետ պետքա չշփվես։ Ինձ ոչ մի անգամ ցուցակ չեն տվել, քանի որ այդ վկան շլագվաումն է, ու ես ամեն անգամ, նույնիսկ դա հումոր է դարձել, երբ որ ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում եմ տուն հասնելուց, ասում եմ, տղեկ ջան, մի հատ անջատեմ, դի վկայի զանգեմ, վարույթով անցնող վկայի զանգեմ։ Հիմա էլի գանք այդ տերդերների հարցին, Լենդրուս ջան։ Եթե իրոք օրենքի սահմանում էլ եմ ասում, տերդերի բարոյական կյանքը քրեորեն պատժելի չի։ Եթե նրանք ուզենան իրոք ինչ-որ մեկին փակեն, նրանք փակելու են։ Ես կողքի պատմություններից չպետք է լսեմ։ Ես լավ իմ օրինակով, գոնե տնային կալանք։ Վախենում են ինչ-որ հանրային ճնշումից, ոչ, չեն վախենում։ Ածը ուղարկեմ, պետք չի ածը ուղարկեմ, կա կալանավորելու կամ ձերբակալելու ձև կուղարկեն թաղայինին, եթե ուզում են ձև տան, որ բերման են ենթարկել, եթե չեք կզանգեն կամ կուղարկեն պրոտոկոլին վեհապարի ծանոթագիր, որ խնդրում ենք վեհապարը ներկայանա, որպես վկա պետք է հարցաքննվի արշակի գործով, վկայից հետո միանգամից կդառնա մեղադրյալ, կձերբակալեն կամ կկալանավորեն։ Պարոն Սարգսյան, ես ոչ թե, հա, հուշում եմ։ Ուզում եմ ասեմ մի քիչ առաջընթաց կա, որտեվ եթե ժամանակին նետում էին շոուներով, բան, ասեն, սիգնալներով, մեկին ձերբակալել, հենց այդ մարդն էլ գիտեր ժամանակի շուտ, այս անգամ արշակին ձերբակալել մի քիչ ակուրատնի արեցին, հա, եկեք համաձայնվենք, որ այս անգամ գոնե կանչեցին, հա, ունեց ոչ մեկ չիմացավ, ձերբակալեցին, էլի, առաջընթաց կա։ Որպես վկա կանչեցին, վկան դարձավ մեղադրյալ, ձերբակալեցին, կալանավորեցին։ Նույնն էլ կարան վեհապարի, կապ չունի, վեհապարես, թե արշակ ես, թե սրբազան ես։ Օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետության օրենքի առաջ բոլորս հավասար ենք։ Կլինի դա վեհապար, կլինի դա, հա, հիմա դրա համար ասում եմ, եթե սա իսկական օրակարգ լիներ, նրան վաղուց կկանչեին, կհարցաքննեին շինցո գործով։ Արշակի գործը որ թվին ա եղել, թմրադեղ ա ուզեցել դնել ինչ-որ մեկի գրպանը 18 ոնց որ նոր 18 թվականին։ Դե այն ժամանակ երևի իրանք սենց էշիական ջքնած էին, հիմի նոր հիշել են, էլի։ Ես դրա համար քննադատում եմ համ այն կողմին, համ այս կողմին, որտեվ իրականում Լենդրուս ջան, ես տեսնում եմ, որ ձերբակալում են միայն այն մարդիկ, ով խանգարում են վեհապարին։ Ես դա եմ տեսնում, միգուցե եւ հա, դուք նկատի ունեք, որ վեհապարի ճամփեն են բացում, հա, ավելի հեշտացնում։ Այո, տեսեք, մենք ունենք քանի թեմ ունենք, հա։ Գյումրիում 2 ունենք։ 12, այո, Գյումրիում 2։ Հարցը միշտ եղել է, ինչու ունենք Գյումրիում 2։ Քանի որ Միքայելը ըմբոստացել էր։ Միշտ ըմբոստ էր եղել այս վեհապարի հանդեպ եւ դրա համար երկրորդն էին ստեղծել։ Հիմա կա աշխարհիկ ձևը։ Չեմ հիշում քանի ստորագրություն իրոք դա մտքովս չի անցել։ Կա աշխարհիկ ձև, այսինքն Հայաստանի վարչապետը հանձնարարություն է տալիս ինչ-որ մեկին, աներձակին կլինի կամ ԿՊ-ից ինչ-որ մեկին, որ սկսի նախաձեռնություն, ստորագրահավաք ամեն թեմում ինչ-որ N քանակի ստորագրություններ հավաքում, տալիս են թեմի առաջնորդին, անվստահություն վեհապարին։ Դա աշխարհիկ ձևով վեհապարին հեռացնելն է։
Մյուս ձևը սինոդն է։ Ուրիշ ձև օրենքը չի ասում վեհապարին հեռացնելու։ Այս մյուսը արդեն այդ իմ ասած ժողովրդի մանիպուլյացիան է, որ ներքին թշնամի իրոք Հայաստանի վարչապետի ռեյտինգը շատ ուժեղ ընկել է եւ այս փորձով մոբիլիզացնելով, սա վերջին էլ եմ ասում, ամեն բռնապետ անցել է այդ ուղով, ամեն բռնապետ կարակ նայեք պատմության մեջ չկա այտենց բռնապետ, որ այս փուլով անցած չլինի, ու սա հիմնականում վերջի փուլն է։ Պարոն Բոլորն են Սարգսյան, հիմա անցել։ դուք ասում եք, որ վեապարը, հա, եւ իշխանությունը սնվում են նույն աղբյուրից, հա, դուք միշտ ասում եք, մայր աղբյուրն ով է։ Ես կասեի հյուսիսը։ Կոնկրետ։ Це չի կարելի։ Ես չի բացի այդ փակագծերը, բայց ես կասեի, որ քանի որ մեր Իսկ այդ Հայաստանի վարչապետը հանդիսանում է հյուսիսի ներկայացուցիչը։ Հյուսիսը մեծ ճշնամի է։ Մեր պետականությանը։ Մեծ։ Երբ չի եղել ճշնամի։ Միշտ եղել է մեր ճշնամին։ Պայքարի միջոցներ։ Հյուսիսի հետ։ Այո։ Հանուն փրկության մեր երկրի։ Ունենք հյուսիս, որը որ շատ ուժեղ է մեզանից։ Անսահման ռեսուրսներով։ Դե ես չի ասի այդքան ուժեղ է, հիմա դու համեմատած մեզ փոքրիկ բան ենք գետենք։ Չէ։ Դե հիմա Իսրայելն էլ շատ ուժեղ է, բայց Երևանի կեսի չափ տեղը չի կարող գրավի։ Ամբողջ աշխարհի զենքերը կիրառելով։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Ոնց է լինում, որ Երևանի պես տեղը չի կարողանում գրավի, իսկ մենք ընդամենը 44 օրում մի եկա տարածք, հա, մի առելի տարածք քաղաքներով հանձնեցինք։ Տեսեք, առաջի հարցը իհարկե ուղղորդված պարտության տանելն էր, քանի որ պատերազմի երկրորդ շաբաթում Ադրբեջանը արդեն պարտվելու էր։ Մյուս մեծ հարցը, որ չենք կառուցել ստորգետնյա կոմունիկացիաներ, որը որ Գազայում շատ մեծ առավելություն է տալիս եւ Իսրայելը կրում է մեծ կորուստներ, հենց այդ ստորգետնյա կոմունիկացիաներն են, որ 30 տարում կարային կառուցեն։ Կապի միջոցները, որը որ իրոք չկար, մյուսը որ մարդկային ռեսուրսի անսահմանափակ լրացումներ ունեն, բերում են մահմեդական վարձկաններ, անսահմանափակ ռեսուրս ունեն, որը որ մեր սահմանափակել է։ Այո, մահմեդականը, չէ, Գազայի մասին է խոսքը, Թուրքիայից են անցնում, տարբեր տեղերից անցնում են, նույնիսկ Իսրայելին հավատարիմ Հորդանանից անցնում են այդ վարձկանները։ Բայց Իսրայելի մեջով անցնում են, հա, հենց Իսրայելի մեջով, տենց։ Չէ, Իսրայելի մեջով չեն անցնում, տարբեր տեղերով անցնում են, ծովային են գալիս, ցամաքային են գալիս, Եգիպտոսից ոտքով անցնում են, նույնիսկ զենքերի սխեման էին բացահայտել, թե ոնց է Լիբիայից գալիս, թունելներով, Եգիպտոսից, այդ Սինայից։ Մի խոսքով, մեր 44 օրյա պատերազմի պարտման պատճառները բազմաթիվ են, բայց պարտություն չի եղել, դա եղել է ուղղորդված կապիտուլյացիա։ Մենք չենք պարտվելու։ Հենց ընդեղի ռելիեֆը, այդ որ հերոսացրեցին բայրակթարները, ուր են այդ բայրակթարները ռուս-ուկրաինական պատերազմում չկան, չեն աշխատում։ Չեն աշխատում, այո։ Այդ որ ստից հերոսացրել էին, ինչ է աշխատում։ 100 կիլոմետր թափանցիկ գոտի Լենդրուժ ջան։ 2-4 հետախույզները գնում են այդ FPV փոքր դրոնները դնում են, հետ են քաշվում FPV դրոններով հարցեր են լուծում։ Նայում ես 100 կիլոմետր թափանցիկ գոտի։ Իսկ մեր լեռները, մեր ձորերը, ասենք, շատ մեծ առավելություն են մեզ տալիս։ Այո։ Չմոռանանք, որ երբ որ Հիտլերին Շվեյցարիայի հարձակման համար կորուստները դրել էին իր դեմը եւ ինքը հարց էր տվել, բայց կորուստները ինչի՞ց է լինելու, ասել էին ռելիեֆից եւ ասել էր Շվեյցարիայի վրա չենք հարձակվելու, նա ոչ թե ինչ որ
բարի քայլեր արել, ոչ, որ տեսել են այդ ռելիեֆի պատճառով ինչ կորուստներ է տանել, ինչ կորուստներ է կրելու։ Իսկ Արցախը Շուշին էլ չասած, այսինքն լավ պաշտպանության, լավ դիրքեր, ամեն ինչ լինելու դեպքում անհնարին էր գրավել։ Շուշին вообще Բայրակթարն է, այդ առանցվածային բայրակթարն պատմություն եղավ, չէ՞ Շուշին, որտեվ մեզ համոզում էին, որ տես բան չկա, հետո ասում էին մի երկու հոգի են մտել, հեսա պետքա մաքրենք, մեր հատուկ ջոկատայինները հեսա կմաքրենք, մի քիչ հաջորդ օր ասին Շուշին չկա։ տեսեք Լենդրուս ջան, գնանք ավելի հին Վիետնամի պատերազմ։ B այդ ինքնաթիռները, հա, այդ B-52-ները։ Տոննայանոց ռումբեր էին գցում վիետնամցիքի վրա։ Գետնի տակից դուրս էին գալիս, էլի կռվում էին։ Ուզում ասեմ, գետնի տակի կոմունիկացիաները, թե ռուսական, այսինքն մեր սպաները ունեցել են ռուսական կրթություն, միևնույնն է, մինչև հիմա էլ երևի Վազգեն Սարգսյանում դա է ուսուցանվում։ Այսինքն ունելով այդպիսի հարուստ Բելորուսիա, Ուկրաինա, պարտիզանական պատերազմների փորձ, նրանք պետք է պատրաստված լինեին թաքստոցներով, գետնիտակի կոմունիկացիաներով, բայց 30 տարի չգիտես ինչ են արել։ Թալան։ Այսինքն գիտես ինչ են արել։ Նայելով այդ գեներալների տներին, գիտես ինչեր են արել։ Ոնց կարող է մի երկրի մեջ գեներալը շատո ունենա։ Ցավալի պատմություններ կա, երևի մի օր մի հետաքրքիր հաղորդում կպատրաստենք հենց բանակի շուրջ, որտեղ այնպիսի պատմություններ են գալի ասում, որ զինվորներին օգտագործել են իրենց անձնական տները սարքելու համար, այսինքն որպես ուժ են օգտագործել զինվորներին, սա Ես հավատում եմ, ես ամբողջությամբ հավատում եմ։ Սա մի հայտարարություն է, որ տեղի ունեցավ մեր երկրում։ Անցնենք այն բուն հարցին, որից որ մենք շեղվեցինք մի փոքր, ոնց ենք պայքարելու մեր թշնամու դեմ։ Գլխավոր աղբյուրի։ Տեսեք, Լենդրուս ջան, պայքարել նախ Հայաստանը պետք է բևեռից հրաժարվի։ Սա իմ անձնական կարծիքն է։ Հայաստանը պետք է արտաքին քաղաքականությունը լինի Սինգապուրի պես։ Լավ հարաբերություն։ Հիմա մարդիկ կասեն, հա մենք այտենց ենք ուզում, բայց նրանք խոհտենք չեն ուզում։ Չէ։ Կան այդ մեխանիզմները, ոնց լինել Սինգապուրը, համ Չինաստանի հետ լավ հարաբերության մեջ, համ ես այդ երկու երկրի օրինակը միշտ վերում եմ։ Սինգապուր, Իսրայել։ Համ Չինաստանի հետ լավ հարաբերության մեջ, համ Արևմուտքի, Իսրայելը։ Համ Ռուսաստանի հետ լավ հարաբերության մեջ, համ Արևմուտքի, էլ չասած արաբական մի շարք երկրներ, որ այսօր բևեռից հրաժարվում են։ Մենք անբևեռ կամուրջ երկիր կարանք լինենք, թե մեր աշխարհագրական դիրքով քայլերը շատ են, առաջին հերթին երկրի հզորացումը, ոչ թե հզորացում են թեզերով, ոչ հզորացում են կոնկրետ ծրագրեր ենք առաջարկում, այսինքն դուք ճիշտ եք ասում, այդպիսի մեծ թշնամի մեզ ձեռք չի տալի, բայց արդյոք այդ մեծ թշնամին հիմա մի քանի տարուց այդ մեծ թշնամին է լինելու։ Ռուսաստանը այսօր կարա անverջ այս պատերազմը տանի։ Նա արդեն ցույց տվեց, որ նա անverջ, որ մտածում են, որ հեսա հոգնելու է, հեսա սատկելու է, չէ, Ռուսաստանը այսօր անverջ կարա այս ծրագիրը տանի։ Հասկանում եք, Ռուսաստանում կատարվեց շատ վաղուց մի կարևոր հարց։ Ազգային անվտանգությունը արդեն չուզեցավ ծառայել իշխանություններին, նա որոշեց գալ իշխանության։ Միշտ ազգային անվտանգությունը ծառայել էր իշխանություններին, բայց մի օր ես չգիտեմ այդ որ օրը, թե Պուչի ժամանակ եղավ, թե Ելցինի հրաժարականի ժամանակ եղավ, բայց որոշում կայացվեց, որ էլ պետք չի ծառայել իշխանություններին, այլ պետք է դառնալ իշխանություն։ Եվ երբ որ հատուկ ծառայությունները դառնում են իշխանություն, մենք ունենում ենք, կներեք, զանգ եկավ, հոձենս չկտրվեց։ Չէ, նորմալ է։ Հա, երբ որ հատուկ ծառայությունները դառնում են իշխանություն, դա արդեն շատ վտանգավոր, նրանք ունեն վտանգավոր սխեմաներ, մանիպուլյացիաների ձևեր, որտեղ հաջողվում են, որտեղ չեն հաջողվում, դառնում է
ասենք Վրաստանի, Մոլդովիայի ձևով, որ էլի հետագայում հաջողացնել են, որտեղ հաջողում է, տեսնում ենք ինչա կատարվում։ Պարոն Հիմա Սարգսյան, դուք օրինակ ասացիք պետք է հրաժարվել Բևեռից, ճիշտ է։ Շատերը ասում են, եթե այո, հրաժարվում եք Բևեռից, այլընտրանքը Թուրքիան է։ դա Հայաստանի վարչապետի օրակարգն է։ Հրաժարվում ենք Բևեռից, իսկ եթե այդ իրանց ասած Բևեռի հետ Թուրքիան է, բա միշտ այդ Բևեռի հետ են եղել, ինչի է միշտ Թուրքիան եղել մեր այլընտրանքը։ Պատմությանը նայենք։ Անգլիան եկել է մեզ Նախիջևանն է տվել, ոչ որպես տարածքային, հա, վարչական հսկողության տակ ռուսները եկե հանձնել են։ Այո։ Կարսը չմոռանանք, տարբեր։ Հիմա տեսեք, Անգլիան առաջին անգամ Հայաստանում նշանակեց զինվորական կցորդ, հա, ատաշե։ Երբեք Անգլիայի դեսպանատունը այդպիսի պաշտոնյա չի ներգրավել Հայաստանում։ Հիմա սա Հայաստանի վարչապետի մյուս վտանգավոր խաղն է, հասկանում եք, քանի որ ինքը ռուսերեն բառ կա, ստրախովշիկ, հա, մեջք չունեցողը միշտ ստրախովշիկ է ալնում, հա, իրան որ արդեն ասել են պետքա գնաս եւ կա արևմուտքում Անգլիա եւ Ամերիկա այդ հակամարտությունը, հիմա Հայաստանի վարչապետը ավելի մեծ կոնֆլիկտ է ուզում հրավիրի մեր հողի մեջ, այսինքն այդ երկու արևմտյան բևեռները բերել մեր հողի մեջ իրար հետ բախման, որը որ իրոք չի հաջողվելու, հասկանում եք, այնքան խելոք են դրսի մարդիկ, նրանք երեսիդ կծիծաղան, դե դուք ընդեղ եք ապրում, Լենդրուս ջան, երեսիդ կծիծաղան, բան չեն ասի, բայց իրանք Ռուսաստանի պես չեն գործում, իրանք գործում են այն խիրուրգի պես, հա, մի անգամ են կպնում ու հանում են։ Չէ բառը Հասկանում եք, չունեն։ հիմա, հա, Հիմա հենց ճիշտ է։ այո։ Ոչ, Թուրքիան չի այլընտրանքը, Թուրքիան էլ այդքան լավ վիճակի մեջ չի, ներքին Իսկ ինչ ճանապարհներ մենք պետք է օգտագործենք, հա, հաշվի առնել մեր հարևանները, Պարսկաստան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, հա, սենց Դե տեսեք, նոր բևեռ է ձևակերպում Իսրայել, Հունաստան, հա, եւ արդեն Իսրայել, Հունաստան, մի րոպե, Կիպրոս հնարավոր եւ է։ միքը, հա, Կիպրոս, հիմա արդեն այդ բևեռը մի քանի երկիր էլ կա, հիմա արդեն այդ բևեռը դեռ ոչ իբր ոչ պետական շրջանակներում ձևավորվում է մի բևեռ, որը որ արդեն հայտարարություններ է անում, որ Թուրքիայում պետք է ապրեն հրեաները, հույները, Թուրքիայում։ ասորիները, այո, Իսկ այո, այդ 80 Թուրքիայում, միլիոնանոց երկրի ժողովրդին ուր պետք է տանեն։ չէ, դե 80 միլիոնից քանի հոգի է հայ։ Այսինքն նրանց ծրագիրը, որ մարդկանց վերհիշեցնես իրանց գենը, սա արդեն սկսվում է։ Այս 2 շաբաթ է, 3 շաբաթ է, այդ նոր հարցը ձևավորվում է։ Երևի Իսրայելի նախաձեռնությամբ, քանի որ Իսրայելը Թուրքիայի հետ լուրջ բախումների մեջ է մտնելու Սիրիայում, դա ռուսական ամենաճիշտ քայլն էր Սիրիայից դուրս գալը, որպեսզի Թուրքիան եւ Իսրայելը վերջապես բախման մեջ մտնեն։ Այդ դա վտանգավոր չի մեզ համար։ Ոչ, մեզ օգուտ է։ Այսինքն տեսեք, հիմա երբ որ Սիրիայի ղեկավարը հենց Թուրքիայի նշանակածն է եւ երբ որ Թուրքիան ասում է 300,000-անոց բանակ պետքա պահենք, Իսրայելը շատ լավ հասկանում է այդ 300,000-անոց բանակը ում դեմ է ուղղված։ Եվ նրանք երբեք չեն թողելու, որ դա ստացվի։ Ոչ մեր համար հիմա վտանգավոր չի, մեր համար օգտակար է եւ Իսրայելն էլ արդեն հասկանում է, որ Հայաստանը դա Ալամոն է։ Իրանց Ալամո ֆիլմը տեսել եք, չէ՞, որ բոլորը մեռնում են, բայց այդ ֆորտը չի հանձնում, հա, վերջի կետն է այդ Ալամոն։ Իսրայելը լավ հասկանում է, որ սա Ալամոն է, Հայաստանը
մահմեդական այդ քոչվորները, որպեսզի չհասնեն իրանց մոտ։ Ու արդեն կոնկրետ քայլերով, ես ասում եմ, իբր թե ոչ պետական միավորում է, բայց իրականում դա պետական օրակարգով ուղղորդված հենց ծրագիր է գնում այդ մի քանի երկրների եւ Թուրքիային ես չեմ համարում երբևիցե մեզ լուրջ հակառակորդ, էլ չասեմ թշնամի։ Այդ սուտ թեզերը, որ 300,000-անոց բանակ ունեն, 600, գիտեք, 600,000-անոց չէ, բանակ, 300,000 պլյուս 300 էլ ռեզերվիս, ես ասեմ, որ հենց այդ գենետիկ CIA, հա, կենտրոնական հետախուզական ագենստվայի այդ հրապարակումները, որ 80%-ի գենը ոչ թուրքական է, մարդկանց արդեն ասում են դու հայ ես, դա պատահական ծրագիր չի, կենտրոնական հետախուզական ծառայությունը վաղուց էր տիրապետում այդ ինֆորմացիայով, բոլորն է գիտեն, որ երբևէ քոչվորը բնիկից շատ չի կարա լինի, եւ այդ բոլոր հիմա տեսեք աշխարհը ոնց է գործում, աշխարհը միշտ գործում է թույլ օղակին հեռացնելով։ Եթե մենք լինենք այդ թույլ օղակը, մեզ են հեռացնելու։ Մենք կարանք այնց այս խաղը ճիշտ անենք, որ միակ թույլ օղակ ասելով, ով որ վաշխառու ասենք, հա, վաշխառուների բիզնեսին խանգարում է, կարանք այնց խաղանք, որ այդ թույլ օղակը լինի Ադրբեջան։ Եվ ամեն ինչը գնում է դրան, որ այդ էլի փուչիկ կիսավռնապետը դառնա հենց այն թույլ օղակը, որ Ադրբեջանը լուծարվի։ Եվ մենք մատուցում ենք դա, որ միակ խաղաղությունը այս ռեգիոնում Ադրբեջանի լուծարումն է, եւ մարդիկ կամաց հասկանում են, որ իրոք կա մի կիսաբռնապետ փուչիկ Ասադի պես, հա, ինքը բռնապետ էլ չի, էլի, իրոք հավատաց Աֆրիկայի կամ Եվրոպայի են բռնապետներին, սա փուչիկ է։ Հա, այդ աշխարհումներն է հասկանում են, որ իրոք այս Ադրբեջանի լուծարումը ոչ թե Սոմալի, մենք չենք ասում ստեղծենք Սոմալի, որ կենտրոնական իշխանություն չլինի, ամեն ցեղը մի գործանի, ոչ, հակառակը, մենք ասում ենք, որ այդ բռնի միացված ազգերը ու նրանք եթե չուզենային այդ բռնի միացված ազգերին Եվրոպաներում իրանց վտարանդի կամ ամերիկաներում իրանց վտարանդի կառավարություններին չէին պահի, լինի դա լեզգին, թալիշ, էլ չասած։ Հիմա Թուրքիային ես լուրջ հակառակորդ չեմ համարում, մենք հիմնական հակառակորդ հիմա ունենք Ադրբեջանն ու մեր իշխանությունը ներքին, որը որ Հայաստանի շահերին ընդհանրապես չի ծառայում։ Պարոն Սարգսյան, նայեք, դուք ասում եք փուչիկ, իսկ ձեզանից առաջ ասում էին ոչխար։ Ես շատ լավ հիշում եմ, ամեն առիթով ասում էին ոչխարեն, բայց ասմաց օրը նստենք դուզը խոսանք, այսօր մեզ նեղն են գցե։ Այդ փուչիկը մեզ նեղն է գցե։ Մեզ նեղը չի գցել, ես էլ եմ ասում, մենք ունենք իշխանություն, որ չի ծառայում։ Այս իշխանության միակ նպատակը վերարտադրվելը դրսի խոստումներ, ներսի, գիտես, որ ոնց ասեմ, որ հարևանը ալկոգոլիկ է լինում, դուրսը նեղում են, գալիս ատում կնգան երեխունա ծեծում, հասկանում ես, այս վարչապետը մոտավոր ամեն տեղ նեղում են, գալիս են գնում այս ազգիջանին, հիմա տեսեք, մեզ ինչով են նեղել, ոչ մի բանով, 44 օրյա ժամանակ չկարացին նեղել, ջերմուկում չկարացին նեղել, եթե հրամաններ չտրվել հետ քաշվելու, մեզ ինչով են նեղել, պետական օրակարգ է, որ մեզ նեղել են, 44 օրում կորցրեցինք պատմական մեր տարածքները։ Ջերմուկիում 15 կիլոմետր կամ մի քիչ կարող սխալվում եմ, թե 3-4 կիլոմետր կներեք, եթե սխալվում եմ, մի խոսքով առաջ են 200-ից ավել։ Հա, մի խոսքով առաջ են եկել մեր անգամ Սպուտնիկով, եթե Google-ով նայեք, կտեսնեք, որ իրանց դիրքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում, հա, եւ շատ մոտիկ Ջերմուկ քաղաքին։
Հիմա էլ մի քիչ առաջ ընկնեմ, որտեղ այս հարցը պետք է տա, հիմա էլ որ ուզում են նավթ ծախեն Հայաստանին, որ այսպես կոչված Վրաստանի տարածքով չգա, ուզում են միանգամից ուղիղ Հայաստան բերեն, ուզում են անցակետ դնեն, բայց անունը դնում են պայմանական սահման, այսինքն անգամ չեն ուզում ճանաչեն, որ դա Հայաստանի սահմանն է, այդ անցակետը լինելու, այ պայմանական, երբ որ պետք լինի իրանք կանցնեն այդ սահմանը, կասեն մերն է, ով ասեց, որ իրանցն է։ Հասկանում եք, չէ՞։ Տեսեք, Լենդրոս ջան, հիմա հենց այստեղ գալիս է միջանցք հասկացողությունը, հա։ Որը կոչվում է միջանցք։ Միջանցքը հենց դա է, որ իրանք գալու են, չստուգվեն, անցնեն։ Հենց իրանք ուզածը այդ միջանցքն է։ Էլ չասեմ անդրադարձել ենք դրան, Թուրքիային ինչի համար է պետք է Աֆղանստանի նարկոբիզնեսը եւ այլն եւ այլն։ Հիմա եթե մենք ասում ենք ճանապարհ, ոչ ճանապարհի տարբերությունը է դա, որ ոնց ենք մենք գնում Վրաստանով անցնում ենք, չէ՞։ Ճանապարհը եկան, հասան մեր մոտ, կանգնեցին, ստուգվեցին, անցան մի հատ էլ դուրս գալուց ստուգվեցին։ Դա ճանապարհն է։ Իսկ միջանցք հասկացողությունը պատմության մեջ երկրորդ համաշխարհայինի առաջ միջանցքը, որից եւ այդ համաշխարհայինը սկսվեց, հենց այդ միջանցքն է։ Միջանցքը ստուգելու իրավունք չի տալիս քեզ։ Այսինքն իրանք գալու են անցնեն, բայց բացի այդ միջանցքից, որ ժողովրդի ուշադրությունը շեղում են, նրանք ավելի խորամանկ ծրագրեր ունեն։ Հիմա նրանք առաջ են բերում այդ իրանց անկլավները։ Այդ անկլավները իրանք մտնելու են, հելնեն մի քանի տեղ առանց ստուգման։ Եվ մեր իշխանությունը բացեբաց ասելու է մեզ, հա բա չթողենք իրանց զինվորները փոխեն իրար, բա չթողենք զենք տանեն, բա չթողենք ուտելիք տանեն, հո դուք չեք գնալու ծառայեք, այդ այնց թեզեր են առաջ բերելու։ Այսինքն այդ միջանցքի տակ այդ ձեր ժողովրդին խափում են, բայց կողքից ուզում են անկլավները տան, որ Ադրբեջանի թե զինված ուժերը, թե ժողովուրդը հանգիստ մտնի դուրս գա, հասկանում եք։ Հիմա այդ էլի եմ ասում, մեզ ճնշած են պահում, դա իրականությանը չի համապատասխանում, եթե քո պետությունը չուզենար այդ դրան գնալ, նրանք ունեն փորձ պատասխանատվությունից փախչելու, այսինքն Արցախը հանձնեցին, որպեսզի պատասխանատվություն չլներ, ինչ մենք պիտի հավատանք, որ այդ մի կոնտեյներ ու մի քիչ զենքը միլիարդ ու կես զենք էր, այդքան փողերը ուր էին։ Ես չեմ էլ հավատում, որ այդ ռազմաքաղաքական վերնախավը Բերդում է գտնվում։ Եթե գտնվում է, նրանք պետք է Հայաստանի Բերդում գտնվեն, ոչ թե Ադրբեջանի։ Հիմա հարցաքննվեն եւ գտնվեն մեր բանտերում։ Հիմա նրանք եթե զգան, որ 26 թվին չեն վերարտադրվելու փորձը, այն որ սպորտի մեջ սպարինգ են ասում, պրիկիտկա են ասում, հա, մրցումներից առաջ փորձը ունեն։ Հայաստանը լուծարեն, որպեսզի պատասխանատվությունից ամբողջությամբ խուսափեն։ Այո։ Նրանք փորձելու են գնան դրան։ Հիմա կհաջողվի, չի հաջողվի։ Եթե հասկանում եք, հիմա որ ասում են դրսից կառավարվող Հայաստանի վարչապետը։ Ես դες հավատացնում եմ, եթե ինքը գոնե դրսից կառավարվող լիներ, մենք կարայինք հանգիստ նստենք։ Ամբողջ հարցը դարձել է նրանում, որ այս մարդը արդեն չի կառավարվում։ Երկու ծառայի, երկու տիրոջ ծառայա փորձում լինի, արդեն չի կառավարվում։ Դրա համար էլ Վատիկանում այդ կեղծ լուրեր չեն, իրական լուրերը, որ ասել են պետքա հեռանաս, դա իրոք իրականությանը համապատասխանում է, քանի որ մարդը արդեն չի կառավարվում։ Իսկ այդ դրսի ուժերի հետ, արևմուտքի ուժերի հետ չես կարող այդպես գնաս խափելով, քեզ գժի տեղ դնելով, քեզ էլ թվում է թե քո մոտ անցնում է, չէ, չի անցնում։ Նրանք էսի ճպտում, բայց մի օր չոր ասում են դուրս չգաս վերջ, փող ենք տվել, այս քո ոստիկանությունը այդ կեղծ ծրագրեր, ես չգիտեմ, ագրո ծրագրերի բարձացում, այդքան վարկեր են տալիս իբր Հայաստանի, իրականում այդ փողերը գնում է
ուժայինների աշխատավարձեր պարգևավճարների համար։ Կասեմ գնա, չի գնա, մի վարկյանում կկանգնացնեմ 2 ամիս, մի ամիս էս երկրի բյուջեի դեֆիցիտով ուժայինների աշխատավարձ չստանալով, ով է գնալու եկեղեցի իր համար փակի կամ ցուցարարների դեմը կանգնի, որ երկրում է դա կատարվում, ոչ մի երկրում է չի կատարվում։ Հիտլերին սկզբից փող էին տալիս, ասում էին գնա, մի օր վերջ կանգնացրեցին ու պատերազմը այտենց էլ պարտվեց։ Պարոն Սարգսյան, նայեք, մենք խոսացինք թե հոգևոր ճգնաժամից, թե իշխանություններից, թե ընդհանուր արտաքին մեր խնդիրներից, թե ներքին, թե արտաքին, բայց մենք երբեք չենք զրուցում ընդդիմության մասին, որը որ սենց փչացած պլյոնկի նման այս 7-8 տարիա նույն երգն է երգում, հա, սենց ոչ մի կոնկրետ գործողություն, ոչ մի բան, սրանք էլ են այդ նույն աղբյուրից սնվում, սրանք էլ են այդ նույն ծրագրի մեջ, կամ ինչ է իրանց ուզածը, ինչի չեն աշխատում, խնդրեմ։ Տեսեք, ընդդիմություն մենք չունենք, հա, նախ գանք այն ընդդիմությունը, որը որ պարլամենտական ընդդիմություն, հա, մենք ընդհանրապես չունենք, այդ մարդիկ մեր գրպանից սնվում են, բացի որ աղբյուրն էլ հեսա կասեմ, մի հատ էլ Հայաստանի Հանրապետության զանգը անդադ գալիս, բացի նայից, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունից առանձին են սնվում, ես սրանց չեմ ասում կեղծ ընդդիմություն, ասում եմ կառավարվող ընդդիմություն, հա։ Սրանք կառավարվող ընդդիմություններ են եւ երբ որ կզգան, որ այս վարչապետը գնալու է, նրանք գալու են ցուցակով։ Տեսեք, ամեն բռնապետ գնալուց առաջ գալիս է ցուցակով։ Ցուցակ է տալիս, երրորդ կարգի երկրների մասին է խոսքը, հա, մենք երրորդ կարգի էլ չենք, հա։ Ցուցակ է տալիս, ասում է, այսքան մարդուն ձեռ չտաս, այսքան մարդուն ձևական գործ կբացես, այսինքն անվտանգության երաշխիքները ուզում եկել, գալիս է այն մյուս կողմը, որը որ կոչվում է ընդդիմություն, նրանք էլ ցուցակ են տալիս երաշխիքները, որ պետքա մնան քաղաքականության մեջ։ Հասկանում ես, ու բոլորս երրորդ երկրներում գալիս է մեկը իշխանության, մյուսի վրա գործեր է հարուցում, մեկը կպած զանգում է, կներես էլի։ Հա, գործեր է հարուցում, դե տեսնում ես, չէ, ասենք, հենց 18 թվին եկավ այս Չե Գևարան, Լե Ֆիգարոյի Չե Գևարան, հա, Նիկոլ Փաշինյանը գործեր հարուցեց մյուսի վրա։ Հիմա նոր եկող ուժին էլ ինչն է ձեռնատու, դե մանավանդ հատուկ ջոկատների մոտ կա այդ պրակտիկան, եթե ինչ-որ միտեղ պատանդների հարց է լինում, մի կողմը բաց է թողում, որպեսզի այդ հանցագործները, այդ տերորիստները տեղ ունենան գրոհի ժամանակ փախնելու, եթե չունեն, նրանք կռվում են, մեռնում են, պայթացնում են, պատանդներինը հետն են սպանում։ Հետո հատ կբռնես, իրանց կոչացնես, նույնիսկ ուրիշ երկրում։ Հիմա նույնն էլ նոր եկած ուժին ինչն է ձեռ տալի, նոր եկած ուժն էլ, եթե իրանց ուժը չի, ասում է հա, եթե իրանց ուժն է, էլ ասելու բան չկա, կանչում են, ասում են, որ չի ուզում արունահեղություն լինի, նայած ինչ չափա այս բռնապետը թուլացել։ Կգա 80 հոգու ցուցակով ուժը կասի չէ, 20 հոգու ենք թողելու, հետո իհարկե խոստումները ոչ ոք չի պահում, բռնապետի տված ցուցակից մարդիկ հայտարարություններ են անում, փողեր են աշխատում, սկսում են քաղաքականության մեջ մտնել, այս նոր եկած ուժն էլ ասում է, «Բա դուք առաջինը խախտեցիք», մի խոսքով, սա երրորդ երկրների սովորական պրակտիկա է եւ ունենում ենք այն սցենարը, որ հիմա ունենք։ Հիմա ինչ կոչվում է այդ ուժերը, որ առաջանում են, Լենդրուս ջան։ Տեսեք, թվաբանությունը վատ առարկա է, բայց երբեք չի խափում։ Իրանց վախը այսօր այն 700,000-ը, որ շեմը չհաղթահարողների հետ առաջի տեղը ստացել էր վարչապետը։ Անցած ընտրությունների մասին է խոսքը։ Այն ժամանակ Արցախի հարց չկար, ուղիղ
450 եմ ես ասում, բայց ավելի շատ նրան ձայն չեն տալու։ Էլ չասած, ասենք, Ռոբերտ Քոչարյանը, որ այդ թիվը էլի չի հավաքելու եւ մյուս ուժերը, որ այդ թվերը չեն հավաքելու։ Հիմա կլոր 600,000 մոտ թիվը հավաքվում ու ես օթից չեմ ասում, ես ասում եմ մեր հարցումները, այլ հարցումներ, որ մեր խնդրանքով կատարվում է, ձայն են տալու երրորդ ուժի։ Հիմա այս իշխանության եւ այդ ձեր ասած օպոզիցիայի պարլամենտական հիմնական նպատակը ստեղծել երրորդ ուժեր, որպեսզի այդ 455-600,000-ը չգնա Արտակ Սարգսյանին։ Հա, այլ բաժանվի, ձայները փոշիացվի։ Հիմա էլ եմ ասում, կարտոշկա տշողի իշխանության, հա, կուսակցությունա բացվում, այնտեղ դառնում են ընդդիմություն, իրար հետ կռվում են, իրարից բաժանվում են, հասկանում ես, որ ես զարմանում եմ, որ այդ կարտոշկա տշողը վաղը եթե գնա քարոզարշավի ու այն կարտոշկեքը, որ ինքը տշել է, հելնեն դեմը ու իմ հողի ջրի մարտիկ են, էլի ասենք այդ Գեղարքունիքի իմ պապական այդ հողերի մի օր կանգնեն ասեն այդ մեր կարտոշկեքը որ տշիր մեր հացից կդրեցիր, ինչա պատասխան տալու ոստիկանության հետևն է պահկվելու, ինչա անել։ Մի խոսքով, այդպես ստեղծելու են տարբեր ձևով, մեր ձևով, ես չգիտեմ, ձեր ձևով, նրան ձևով ստեղծելու են այտենց շարժումներ եւ կուսակցություններ, որպեսզի այդ երրորդ ուժին այդ ձայնը չգնա։ Ժողովուրդը քվեարկելու է երրորդ ուժի, բողոքական քվեարկություն կա, քաղաքականության մեջ կա այսպիսի բան, բողոքական քվեարկություն։ Ես շատ երիտասարդ եմ, երբ առաջին անգամ իմ կաշվի վրա զգացի դա Շրի Լանկայում Կոլոմբոյի ընտրություններն էր ընթանում, ոնց որ ասենք երկու տեխնացու լիներ, ասենք Հայկը եւ Ավինյանը, հա։ Նախկին եւ ներկա քաղաքապետը այնտեղ էլ Շրի Լանկայում մենք պահում ենք տուկտուկներ, հա, ռիքշո, այդ երեք ակնանի վարորդներ ենք պահում, որ գնան շուկա բերեն, հա։ Ու մեր վարորդը մահմեդական էր։ Հիմա այդ երկրներում, որ ասես մահմեդականություն կա, չկա էլ այդ երկրներում։ Եկավ ասեց, բոս ասեց, մեջքիս կանգնեք դառնամ Կոլոմբո, ինչքան է այս մարդը զանգում։ Մեջքիս կանգնեք դառնամ Կոլոմբոյի մերը։ Մենք ծախսեցինք 10,000 իր այդ բրոշուրներ, ֆլայերներ այն ժամանակ ընտրարշավը ուրիշ կերպ էր, հա, սոցցանցեր այդքան չկար։ Տուկտուկի վարորդ, ոչ ոք չէր ճանաչում։ Ժողովուրդը գնաց, ընտրեց, անունը կուղարկեմ, Օվիազը, հա, մահմեդական, ընտրվեց Կոլոմբոյի մեր։ Այդ մեծ քաղաքի մերը, ժողովուրդը առանց ճանաչելու գնաց ընտրվեց։ Շատ անգամ Ռուսաստանում այդ բողոքական ընտրություններով Եդինի Ռոսիան պարտվել է, շատ տեղերում նրանք այդ դասը քաղել են եւ նույնիսկ այնպեսի հնարքների է գնացել Եդինա Ռոսիան, որ երրորդ ուժի նույն անուն ազգանունով մարդ են տարել դրել, որ ժողովուրդը գիտի, որ չի ճանաչում ոչ դեմքով, ոչ բանով, որ կիսվի։ Տեսեք, Եդինա Ռոսիայի նույն անուն ազգանունով նրանք բերել են տեխնացու։ Դա հյուսիսի կողմերը Եդինի Ռոսիան պարտություններ ատենց գրել, հետո զգացել, այսինքն նրանք հասկանալով որ ժողովուրդը երրորդ ուժին բողոքական ընտրություն են անելու, ընտրելու են, գնացել են այտենց հնարքներ։ Հիմա այս մեր իշխանության գլխացավանքը դարել է հենց սա, Լենրուժյան։ Հիշեք, Հայաստանի ընտրությունները միշտ շահել է Օվիրը։ Միշտ կա Հայաստանում մի կառույց կոչվում է Օվիր։ Օվիրը միշտ նախագաների առաջ դրել է ցուցակ, որը որ 50, 53, 58,000 մարդ գտնվում է Հայաստանից դուրս, Հայաստանի քաղաքացի, ով քվեարկելու իրավունք ունի, եւ միշտ այդ 53,000-ը տրվել է շահողին, ով որ պետք է շահի։ Եթե նայեք այդ ընտրությունները, մեկը մյուսին 50, 53, 58,000-ով է շահել,
թոշակի պես բոլորն է իմացել են, մեկը մեկին չի ծախել։ Հիմա եթե էլի հարցը լիներ 50,000, 20,000, 30,000, իրանք Արտակ Սարգսյանի չեն վախենալու։ Իրանք գիտեին, որ Օվիրից իրանք 53,000-ը բերելու են եւ շահելու են։ Հիմա պարոն Սարգսյան, մեր ընդդիմությունը նույնպես ծառայում է կամ սնվում է այն նույն աղբյուրից։ 100%։ Այսինքն էլի հյուսիսից է գալի այդ աղբյուրը, էլի ինձ ուրա է ընդդիմությունը։ Ձողիկով սենց սնվում է։ Լենդրուս ջան, մի տարի 6 ամիս իրանց կողքը կանգնելու համար, հա? Ոչ թե իրանց կողքը, ժողովրդի կողքը կանգնելու համար, իրանց մեղադրելու համար, այդ գիշերը մեր մեջ ինչ խոսակցություն եղել է, հետո մանրամասը կասենք, իրանց քննադատելու, իրանց հետ վիճելու համար ձերբակալվեցի, կալանավորվեցի մի տարի 6 ամիս։ Ուր է այդ ընդդիմությունը։ Մի հատ լիմոնադ բերել են։ Չէ։ Ոչ մի բան չեն բերել։ Իրոք նույնիսկ ձերբակալության մեջ, այ քո խոսքերը գիտես ինչին է նման։ Հիմա մարդիկ կասեն դե պետք է ասեին այդ ձև քնչականի ղեկավարը առաջ Ազատն էր։ Հիմա գնացել է զինվորական քնչականի տեղակալ, հա, որը որ պաշտոնով համարյա նույնն է, ոչ թե իջեցում է պաշտոնի։ Հիմա որ 72 ժամը լրացել էր, կանչել էին այսպես կոչված զրույցի, հա։ Ուրեմն տեսակցությունների թուղթն է հանում, տես ասում է, պարոն Սարգսյան, ընտանիք, ընկերներ, ուր են ասում է, ասում է, եթե թշնամություն է քարոզում, որը որ նա չպետք է անի, ձայնագրություն է տալիս, լսում եմ, ով է մեզ դեմ տվողը, որը որ չպետք է անի, իրավապահ մարմինները իրավունք չունեն թշնամություն քարոզելու, նույնիսկ եթե գիտեն, նրանք պետք է չասեն։ Ձայնագրություն ես լսում, որ ով է քո համար զանգել, ինչ է ասել, այդ քո կողքը քայլողներից, կանգնածներից, մի խոսքով։ Հիմա որ ասեցի լիմոնադ բերել են, տեսակցության այդ թուղթն էր բերել, որ ԶՎՊ-ից, հա, այդ ԿՊԶ-ից վերցրած էր, դե իրանք վերցնում էին ու նայում էին։ Ով է եկել տեսակցության ինչ է վերել, հա, ընտանիք, ընկերներ, ասում էր, երբ որ մենք շարքային ցուցարարի ենք որում, ես չգիտեմ ինքը շարքայինը ոնց է դասակարգում, ես էլ ժողովրդի համար շարքային, ասենք, ցուցարար եմ, հա, կամ ժողովրդի կողքին կանգնած, ասում էր, սրանք հազարներով մարդ են բերում, ասում է, ձեզ որ բռնել էինք, մենք ասում էինք, հեսա գան շենքը կփլեն, ասում է, հետո որ արդեն զանգ էր, բան եկավ, ասենք, պարզ է, էլի, մի խոսքով, ասում էր դու շատ կհիասթափվես, թող գնա այս սրանք արժանի չեն հիասթափվելու ես, հա, դե պարզ է հիմա ժողովուրդը կասի դե հո ոստիկանին չես լսելու ինքը քեզ պետք է տենց ասեր, այնտեղ ասելու բան չկար, զրույց էր գնում, որ հրաժարվի քաղաքական հայացքներից, իհարկե չստացվեց եւ ստացվեց այս կեղծ շինծոք քրեական վարույթները։ Այո, սնվում են նույն աղբյուրից, Լենդրուս ջան, ասում եմ, մեծ գլխացավանք է այս 400-500-600 հազարը։ Դու հələ շատ փրկիչներ ես տեսնելու, լավ է որ մարդիկ համաձայնվեն գան քո մոտ, մեծ մասը չի համաձայնվի, որովհետև ասելու բան չունեն, էլի իրանք ձեռը գրած տված, իրանք ոչ մի քայլ աջ ձախ չեն մտածում, էլի, այտենց մարդիկ քո մոտ չեն գալու, ոչ էլ իրանք գնալու են հմեկ, իրանք գնալու են այդ կազմակերպված հարցազրույցներին, որպեսզի իրանք երեսը չերևա, բայց փրկիչներ հələ շատ է ստենալու են, մանավանդ են փողկապներով, կոստյումներով, փրկիչներ են, ես դրանց զալատոյ մալչիկներ եմ ասում, էլի, որ սենց իդեալական, ոնց որ պրինտերով, 3D պրինտերով տպած լինեն, էլի, հիմա իմ կենսագրությունը նայում ես այնքան վատ բան կա, ես կյանքում չեմ էլ ասել, որ ես լավ մարդ եմ, ես շատ վատ մարդ եմ, ես շատ վատություններ եմ արել քրիստոնյաների համար, ընտանիքի համար, բայց այս վատ մարդը այսօր կարա այս երկիրը այս վիճակից հանի, իսկ այդ զալատոյ մալչիկները չեն կարողանալու, նրանք արկածախնդրություն, ես դա համարում եմ արկածախնդրություն։
Պարոն Սարգսյան, ինչ վերաբերում է ինձ, իմ ալիքին դուք արդեն ճիշտ ասած հաշիվը կորցրել եմ ինչքան եք եկել, բայց բավականին չափ արդեն եկել եք իմ ալիք եւ գիտեք, որ իմ մոտ հյուր գալը երբեք դու չգիտես ինչ հարց եմ ես տալու ձեզ, հա, դուք ինքներդ գիտեք, որ իմ մոտ sense սարկած շինծ ու հարցազրույցներ չկան կամ զրույցներ չկան, որտեվ մարդը գալիս է եւ երբեք չի իմանալու ես ինչ եմ հարցնելու։ Իսկ ով որ փորձի այդպիսի բան առաջարկել ինձ, հաստատ ինքը եթեր չի ստանա այս ալիքում գոնե, քանի որ ինձ համար կարևորը արդարությունն է, ոչ թե ինչ որ մեկը հատուկ գա, որ ես դիտումներ ստանամ, այդ ինձ ոչ մի բան չի տալու։ Ես պայքարում եմ հանուն իմ երկրի, փորձում եմ բարձրաձայնել խնդիրները հանուն Հայաստանի Հանրապետության։ Իհարկե որոշ հարցերում կարանի մեջ չհամաձայնվեն, որոշ հարցերում կարող եմ ես սխալվել, ես էլ մարդ եմ, բայց ինչ հատուկ հարցազրույցներ իմ մոտ չեն լինի։ Ես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը, մեր եթերը Ես եմ արդեն շնորհակալ Լենդրոս անցավ եւ վերջում եզրափակելու համար համ ձեր վերջի խոսքը, համ էլ ինչով եք հիմա, հա, ինչ եք անելու այս որոշումից հետո, այսպես ազատության մեջ, որն է լինելու ձեր քայլերը։ Լենդրոս ջան, տեսեք, քայլերը էլի այս իշխանությանը պետական լծակներից զրկելու քայլերն են, սա քաղաքական պայքարը, ասենք կուսակցության քարոզարշավները, չասեմ քարոզարշավ, քանի որ ես Քոչարին չեմ համարում կուսակցություն, ես կասեի, որ կուսակցությունները մասնատել են այս երկիրը Քոչարին միացնելու է, այս ժողովրդին համախմբելու է։ Իհարկե ավելի շատ հանդիպումներ մեր ապագա ընտրողների հետ, ոչ այս տարբերակներով, որ միշտ ստանդարտ գնում է, եւ կան ուրիշ քայլեր, որ չեմ ուզենա իրոք բարձրաձայնել, Լենդրոս ջան, բայց այն ստանդարտ մեթոդները, որ օգտագործվում է հիմա, այդ մեթոդները չի լինելու, ժողովրդին ճիշտ ասել, ժողովրդին ասել, որ այդ խաղաղության օրակարգը պատերազմի է տանելու, եթե պետք է պատերազմ տանել, ուրեմն պատերազմի են գնալու։ Եթե պատերազմի են գնալու, մենք ասել ենք ոնց են գնալու, Ադրբեջանը մասնատելու ենք։ Մյուս կարևոր բանը ժողովրդին ճշմարտությունը պատմել։ Միայն ճշմարտությունը Լենդրոս ջան մեզ կփրկի, ուրիշ ոչ մի բան։ Ճշմարտությունը չասենք, եթե էլի գնանք կեղծ թալանչին ասենք մեր բարերարը, եթե էլի գնանք մի հատ ձեթով, մի հատ եսի ինչով ձայն ծախենք կամ ընկերոջ խաթր կամ զոնքաջի խաթր, չի լինելու։ Ամեն 33 տարի այս ժողովուրդը անում է նույն բանը, ուզում է տարբեր արդյունք, չի լինում։ Եթե դու անում ես նույն քայլը, ստանում ես նույնպիսի արդյունքներ։ Ես այսքանը կասեի, Լենդրոս ջան, մեկ անգամ եւս շնորհակալ եմ հրավերքի համար, այսօր մի քիչ ուրախ օր է, հա, իրոք անակնկալ էր, որ իրոք կան մարդիկ, ոչ միայն դատավոր, այլ պրովացիայի ծառայությունը, որ կան մարդիկ, որ կատարում են իրենց գործը այս երկրում։ Դեռ մնացել է այդպիսի ստրուկտուրաներ։ Ես էլ իմ հերթին նորից շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքին, ընտանիքի անդամներին, իհարկե բոլորի համար սա ուրախություն է եւ թող միշտ Հայաստանում լինի արդարադատություն։ Եթե մարդ պետք է պատիժ կրի, թող մեղավոր լինի։ Եթե մեղավոր չի, թող ազատության մեջ լինի։ Մեր հյուրն էր Արտակ Սարգսյանը։ Ստեսյուն, հաջողություն։ Հաջողություն։